Օրեր առաջ հերթական ողբերգական դեպքը գրանցվեց Հայաստանի Հանրապետությունում, ԿՊ-ի նախընտրական պաստառը պոկելու արդյունքում քաղաքացին հայտնվեց իրապահ մարմինների ուշադրության կենտրոնում, նրան ձերբակալեցին, քրեական վարույթ հարուցվեց, այնուհետև նա հայտնվեց հոգեբուժարանում եւ այնուհետև քաղաքացուն մահացած դուրս բերեցին հոգեբուժարանից։ Ըստ էության մենք ֆիքսում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական ռեժիմի օրոք սկանդալային եւ ողբերգական դեպքերը շարունակվում են, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Ողջույն Տիկին Ալեքսանյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Տեսեք, կարծես տպավորություն է, որ այլևս ոչ միայն արգելված է քննադատել քաղաքացիական պայմանագրին կամ ազգակործան պատվասին, այլև մարդիկ, ովքեր որ կեցվածք են դրսևորում, թեկուզ օրինակ վարչական իրավախախտում կատարելով, նրանք կարող են հայտնվել ոչ ավելի ոչ պակաս հոգեբուժարանում եւ այսպիսի ողբերգական դեպքեր գրանցվեն։ Նայեք, շատ հետաքրքիր է, որ այս թեմայով սկսեցիք։ Ես կարդացի ֆակտորի լրագրողի կարճ տեղեկությունը եւ տեսա, որ արձագանք չկար ոնց որ այդ ինքը բավականին եւ հարցումներ էր արել քննչական կոմիտե դեպքի մասին, ոստիկանություն, որը պարզաբանում էր տվել եւ չես պատկերացնում, թե ինչա տեղի ունեցել ամեն դեպքում, բայց գիտես, որ ինքնասպանություն է գործել, ոստիկանությունը չի ասում երբ են բերման տա, երբ են տարել, չեն տվել կամ այս ինֆորմացիան, անհավասարակշիռ պահվածքի համար ու տպավորություն է, որ անհավասարակշիռ պահվածքը ինչ է դա նշանակում։ Ես մի խոսքով հասկացա, որ այնտեղ փակ համակարգ է երկուսն էլ հոգեբուժ, այսինքն ոստիկանություն են տարել ու հետո բերել են հոգեբուժարան, ինքնասպանություն։ Այսինքն անհավասարակշիռ հոգեկան խնդիրներ ունեցող մարդով ասել, որ պետք է ինքնասպան լինի։ Բազմաթիվ հիվանդներ կան հոգեբուժական հիվանդանոցներում, թող մի հատ ստատիստիկա ներկայացնեն, տեսնենք այդ ինչքան ինքնասպանությունները, ես չեմ ասում, որ այնտեղ վիճակը լավ է, բայց պետության պատասխանատվության ներքո են գտնվում փակ համակարգերը եւ պետության պարտականությունը, ասենք կյանքի իրավունքի խախտում է տեղի ունեցել, այդ ինչ բան եք տալիս, այդ ինչ ինֆորմացիա եք տալիս։ Ու երբ որ ես գրառում արեցի, ոնց որ եւ ավելի բան փոխվեց, մի քիչ արձագանք եղավ եւ այլն, բայց երեկվա լրագրողների այցելությունը պատկերը ամբողջացրեց։ Դուք պատկերացրեք, ես լսել եմ մի քանի լրատվամիջոցի, որտեղ եւ խոսում է այդ գյուղապետը, այսինքն այս տղան հիվանդ է Արմեն Հովանեսյանը, 55 տարեկան, նա հիվանդ է եղել։ Նա բնակվում էր Արցախում, տեղափոխվել էին այդ նշանավան գյուղից, Արարատի մարզի, ապրել այնտեղ, բայց պատերազմի ժամանակ իրենք վերադարձել են։ Եվ այդ պատերազմն է հենց շատ մեծ դեր խաղացել իր հոգեկան առողջության խնդիրների վրա, եւ նա հաշվառված հիվանդ է հոգեբուժարանում։ Եվ գյուղում բոլորը գիտեին, այդ թվում նաեւ գյուղապետը։ Բայց ինչ արեց, այդ պաստառը փոկեց, այդ պաստառը նրա համար մի կյանք արժեցավ, պատկերացնում եք։ Այդ պաստառը փոկեց եւ գյուղապետը, որը վարչական իրավախախտում է։ Այո, ես կասեմ հիմա դա։ Այո, իդեպ ես ասեմ, որ կա արձանագրված Factor TV այդ լուրի մեջ, որն զանգում է քննչական կոմիտե եւ նրանք ասում են, որ քարոզարշավը խոչընդոտելու համար է հարուցված, այդ հիմքով է հարուցված քրեական գործը։ Հասկանում եք, երբ որ վարչական իրավախախտում է տեղի ունեցել, իսկ այդ հոդվածը դա քրեական հոդված է, որը պատիժան նախատեսում, իսկ վարչական իրավախախտումը ընդամենը տուգանք էր։ Բայց այստեղ գիտեք շատ անտանելի է, որ հիվանդ մարդուն, որը վերջերս էր վերադարձել, հաշվառված հիվանդ, այսինքն վերադարձել, բուժում է ստացել, եկել է, եւ դու ինչ իրավունքով ես զանգում ոստիկանություն, որ նրան գյուղապետը երեք ասեց, որը ԿՊ-ի նախընտրական շտաբի պետն է այդ գյուղում, այդ նշանավան գյուղում,
ասաց, որ ինքն է զանգել ոստիկանություն եւ ասել է, որ տեղյակ են եղել, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի, հասկանում եք։ Ասում են, բայց ինչի՞ չզանգեցիք շտապօգնություն։ Ասում է, դե ինքը ագրեսիվ էր, այսինքն ես չեմ վստահում, թե ինչ, որտեվ այլ կարծիքներ կային, որ նա հանգիստ մարդ է եղել, բարի։ Ու գիտեք, եթե այդ դեղերը իրենք օգտագործում են, ամեն օր պարտադիր խմում են, ինքը հանգիստ են։ Իսկ ով ասեց, որ հոգեկան խնդիր ունեցող անպայման ագրեսիվ է լինում։ Մի խոսքով եւ հայտնի դարձավ, որ ամսի 14-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանություն։ Այսինքն 2 օր նա գտնվել է ոստիկանությունում, որի մասին բառ անգամ չի ասում ոստիկանությունը, որը կոպիտ խախտում է, որ իրավունք չունեին նրան տանել ոստիկանություն, այլ նրան հաշվառված հիվանդին պետք է շտապօգնություն կանչեն եւ եթե նա իրոք ագրեսիվ էր կամ այդ հասկանում եք ԿՊ-ի համար իր պլակատները, դրանք մագաղատներ են երևի, էլի, որ եւ ինչ է դա ինչ։ Դա կարա հակակարողություն դիտվի ընդամենը այդ գյուղում ինչի՞ չէր փոխվել, ինչի՞ եք դուք իրան տարել, բայց ինչու է ոստիկանությունը պահել նրան 2 օր։ Եվ առավոտյան անհավասարակշիռ պահվածքի համար շտապօգնություն են կանչել եւ ոստիկանները ուղեկցել են հոգեբուժարան։ Պատկերացնում եք, ու մի քանի ժամից հետո իրան գտել են կախված։ Ինչ մենք պետք է մտածենք այդ փակ համակարգերում, ինչ է տեղի ունեցել։ Այստեղ բազմաթիվ հարցեր են Այո, առաջանում։ ես չեմ կարծում, որ շոյում էին իրան ոստիկանները այնտեղ։ Ես չունեմ ոչ մի փաստեր իհարկե։ Ես չգիտեմ եւ գիտեք ինչ ուզում եմ առիթից օգտվել եւ այն կան փաստաբաններ, որ այդ ընտանիքին կօգներ, որ շահերը պաշտպանեին, նրանք մայր ու տղա են ապրում եւ նույնիսկ մայրը տանը չէր, 3 կողպված էր նրանց դուռը, ասում են, որ հարևան գյուղում մյուս տղան է ապրում, թե ինչ ընդեղ է գնացել, այսինքն պատկերացնում եք այդ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ինչքան անպաշտպան են։ Դուք պատկերացնում եք այս դաժանության աստիճանը, որ այդ գյուղապետը իր համագյուղացուն այդպես տվել է ոստիկանների ձեռքը ու նրանք մի 2 օր պահել են, այսինքն ինչի պետք է անհավասարակշիռ վիճակում մարդը հայտնվեր։ Ինչպես են իր հետ վարվել։ Մենք չգիտենք։ Ինչի արդյունքում Ես չգիտեմ ինքը, ասենք, ինչ պետք է ես վստահեմ ոստիկանության հաղորդագրությանը, որ նա ինքնասպանություն է գործել։ Գուցե նրան ստիպել են։ Ես չգիտեմ, ոչինչ բան մենք չգիտենք։ Ով պետք է տա այդ բացատրությունները։ Քննությունը եւ քննությունը այդ նույն հարուցված գործի շրջանակում երեկիս ազատություն ռադիոկայանով լսեցի, զուգահեռ հիմա քննում է ինքնասպանության վարկածը։ Այսինքն արդեն դրված է այդ վարկածը, քննում են այդ վարկածը։ Եվ գիտեք, ես երբեմն ինչ որ քննարկումների եմ մասնակցում, ես ասեմ ձեզ, թե ինչպես են վերաբերում ինքնասպանություններին։ Օրինակ արդարադատության նախարարը այսպիսի ձևակերպում է անում, ասենք բանտերում մահվան դեպքերի մասին։ Ասում է ինքնասպանության հակում ունեցող անձինք։ Այսինքն ինչ պետք է մարդը այդպիսի հակում ունենա։ Ես նույնիսկ միջազգային մատ ներկայացրեցի, ասենք սա ինչ ձևակերպում է։ Ինչ է նշանակում ինքնասպանության հակում ունեցող անձինք։ Այդպիսի անձինք, դա ինչ դասակարգում է։ Եվ դուք գիտեք ինչքան շատ է մահերի թիվը բանտերում։ Բավականաչափ։ Եվ սա սա է, ուզում եմ ասել, սա է նրանց մոտեցումը ինքնասպանություններին եւ իմիջայլոց վերաբերմունք ունեն ինքնասպանությունների նկատմամբ։ Եվ մենք քանի որ մեր կազմակերպությունը տարիներ շարունակ մենք մոտ 2 տասնամյակ զբաղվել ենք զինծառայողների իրավունքներով, գիտեք էլի բանականում փակ համակարգը, որտեղ սպանությունները որակվում են ինքնասպանությունների։ Եվ մենք հենց վերցրել ենք այն գործերը, որ ընտանիքները մեզ պատմում են եւ ունեն ինչ-որ տեղեկություններ, որը ակնհայտ երևում է, որ դրանք սպանություններ են։ Եվ մենք հետագայում գործի քննության ընթացքում, երբ որ ներգրավում էր մեր փաստաբանը, մենք ձեռք ենք բերում այդ ապացույցները, որ դա սպանություն է։
ասենք բանակի համար ես հանգիստ կարող եմ խոսել, բայց բանտերի դեպքում կամ հոգեբուժարանների դեպքում դժվար է ասել, որտեվ քննություն, մենք չգիտենք ինչ քննություն են իրանք անցկացնում, մենք բանտերով էլ ենք զբաղվել, բայց այսքան մենք չենք վերցրել այդպիսի գործ, ասենք դատապարտյալի կամ, բայց ասենք կասկածելի այդ 6 հատ ինքնասպանության դեպք կար այս տարվա, որքան հիշում եմ 6-ն է, ԿԿ-ներում, այո։ Հա, եւ իրանք մտածում են, որ եթե ինքնասպանությունը, օրինակ, պաշտպանության մի հատ փոխնախարար կար, Գաբրիել Բալայան։ Ինքը ասում էր, հիշում եք երևի մի 2 տարի առաջ չէ ազատվել, ասում էր տանը զենք չունեն ինքնասպան լինեն, գալիս են ստեղ են ինքնասպան լինում։ Այսինքն դուք պատկերացնում եք, թե ասինքն ինչ մոտեցում է եւ մարդկանց եւ այդ միջավայրը չփոխելու, այդ բանակի, բանտերի, հոգեբուժարանի, հասկանում եք, ինչ միջավայրում է մարդը գնում նման քայլի։ Եվ գիտեք, դա չի ազատում պատասխանատվությունից պետությանը։ Բայց հիմա մի քանի օր է անցել արդեն, նայեք ամսի 16-ին է, չէ՞ դեպքը, այսօր ամսի 19-ը։ Մենք չենք լսում այդ թեմայի շուրջ, այսինքն նախընտրական պաստառապոկ, հեսա ուղղակի առնչվում է ընտրությունների ընտրաշավին, ուղղակի առնչվում է։ Կան դիտորդական խմբեր, որոնք արձանագրում են խախտումները, ասենք, լսել եք մեկը մի բառ խոսի, մի հայտարարություն անի, ես շատ զարմացած եմ նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, որոնք ոչ մի ձայն չեն հանում, կամ մի հատ դատապարտող հայտարարություն անեն։ Բայց նա մարդ է, չէ՞, ոնց կարելի է հիվանդ մարդուն ապօրինի տանել պահել ոստիկանությունում, բացահայտ ապօրինի, հետո ասել անհավասարակշիռ պահվածք է ունեցել ու ուղարկել հոգեբուժան, նրանք էլ ասեն, որ ինքնասպան է եղել։ Գիտեք, ես ուզում եմ շատ կարևոր եմ համարում, որ դիտորդական կազմակերպությունները սա պետք է արձանագրեին եւ 3 տասնյակից ավել ՀԿ-ներ հայտարարություն արեցին, բայց մենք էլ ենք մասնակցում, բայց ես չտեսա, որ այդ դիտորդական խմբերը մի հայտարարություն անեին։ 3 լրատվամիջոցներում այդ նյութերը, որ հրապարակվեցին այդ գյուղում գյուղայցելությունից հետո, բոլորը միանշանակ ասում են այդ պլակատը պոկել, նույնիսկ ԿՊԱ-ականները ընդեղի պլակատն է պոկել, նույն այդ գյուղապետը, եւ սա ուղղակի առնչվում է, սա ուղղակի ազդում է ընտրությունների օրինականության վրա։ Եվ օրինակ մենք երեկվա օրինակ այդ իրադարձությունները որ տեղի ունեցան, ես կարծում եմ, որ ավելի շատ դա այս սպանությունը, այս ինքնասպանությունը ուրեմն ծածկելու ինչ որ այդպիսի տպավորություն կար ինձ մոտ։ Մենք նախորդ օրը ես իմ գոլեգայի հետ խոսում էի, եւ մենք ասում ենք վաղը հաստատ մի բան լինելու է, որ սա այդքան չերևա, թե այսպես, որ գնահատականներ չհնչեն։ Տիկին Ալեքսանյան, դուք խոսեցիք երեկվա դեպքերի մասին։ Փաշինյանը երեք իր ամպուլայի մեջ էր, ըստ էության, հերթական անհավասարակշիռ կամ միգուցե միտումնավոր այդ վարվելակերպի մեջ, թիրախավորելով արցախցիներին նորից այլանդակ բառապաշար օգտագործելով քաղաքական անդիմախոսների նկատմամբ եւ սպառնալիքներ հղելով քաղաքական անդիմախոսներին։ Եկեք հիպոթետիկ պատկերացնենք, ինչ կլիներ կամայական ընդդիմադիր գործչի հետ, եթե նա այս ընտրարշավի ընթացքում օգտագործեր Փաշինյանի բառապաշարի 5%-ը։ Քանի րոպեից հետո նրա հետևից կգային։ Դե մենք եւ այդ թեմա այդ մասին եմ ուզում խոսել, օրինակ Գոհար Ղոմաշյանի դեպքում, որ նորածին երեխա ուներ, այդ խմբերը, պալատական իրավապաշտպանները, այսպես ասեմ, հայտարարում էին, որ երեխա ունի ուրեմն ինքը անմեղ է, գիտեք, անդադ սենց են ասում, չնայած այդ հիմքեր չունեն, հայտնի չի, այսինքն այդ ձայնագրությունը
գիտենք արդեն Բագրատ Սրբազանի գործից թե ինչպես են վերաբերվում այդ ձայնագրությունները ոնց է սարքվում, աղճատված, մի խոսքով կներեք թքած կպցրած, ու դուք արդեն խոսում եք ու գիտեք սա քարոզվում է, ու մարդիկ սկսում են մտածել, հայտ ուրեմն որ երեխա ունի, ուրեմն ինքը անմեղ, հա, բայց այդ կինը ոչ տվել է այդ կաշառքը, ոչ մի բան չի արել, բայց չէ որ այդ երեխան նորածին, այդ մայրը 12 ժամ ձերբակալված էր եւ ինքը չէր կարողանում կերակրել, այսինքն դա ավելի թանկ բան է, իբր դուք օրենքն եք պաշտպանում, հիմա նայեք գրառման համար մարդկանց Արցախցի կնոջը, սա ինձ անմոռանալի է ինձ համար, մի մոտ 2 ամիս առաջ։ Մետրոյի։ Չէ, մետրոյինը չէ։ Գիտեք, բազմազավակ մայր է եւ գրառում է արել, գրել է այս վարչապետի հասցեին, ասենք, սատկացնել թե ինչ-որ բառը։ Գիշերվա կեսին մի խումբ ոստիկաններ գնում են ներխուժում են այս մարդկանց տուն ու գիշերվա կեսին տանում են դիլիջան, երբ որ իրենք ոնց որ հրազդանում են, չեմ հիշում, հրազդանում են երևի ապրում, երեխեքը լաց են լինում, այնտեղ անչափահաս երեխաներ, այդ ձեր ասացի պատասխանն եմ տալի, այսինքն աններելի ինձ համար, ես կարծում էի, որ ոստիկանությունը այս նախարարի շնորհիվ, Արփինե Սարգսյանի շնորհիվ, ինչ-որ բան կփոխվի, բայց այդ դեպքը այն ցնցող դեպք է, ինչպես լավ երեխային գրկած հետը տանում է գիշերվա կեսին, որոնց իրան հարցակնեն այդ գրառման համար, երբ որ մենք տեսնում ենք, չէ, իրանք ինչ գրառումներ են անում, այդ ինչ մարդիկ ովքեր եւ որոնց այդ ընտրովիության մոտեցումը, որ գործում է ամենտեղ, ինչպես այս նախընտրական ընտրարշավի ժամանակ, ասենք Թաթոյանը հրապարակել է ամբողջական ձայնագրություն, ոչ մի վարչական ռեսուրսի կիրառում։ Եվ ոչ էլ դա խոսում են դիտորդական կազմակերպությունները, եւ ոչ էլ դա ես հիմա կանրադառնամ երեկվա վարչապետի հետ։ Կամ ասենք ապարանի այդ դեպքերը ուսուցիչները եկել են բան, հետո Նիկոլը ասում է պետքա իրանց բան անել, ազատել աշխատանքից ազատված են, հետո մի քիչ հետո ասում է դեռ չենք ստորագրել, որովհետև ասում է կարող է երեխեքը փախել եկել են, այսինքն չգիտեմ էլի կառավարության ղեկավարի լավ դեպտեն չենք վերաբերվում կառավարության ղեկավարի հիմա այսինքն բայց միևնույն է ընթացք չի տրվում։ Ես երեք նայում էի ինչպես էին Արմավիրի հանրավակի ժամանակ բոլոր ուսուցիչները պարտաճանաչ եկել մասնակցել եւ ներկայանում էին որպես ուսուցիչ եւ իսկ երեկվա դեպքերը արտառոց են նախ այդ բժշկուհի կնոջ այդտեղ գալը եւ շատ լավ խոսքը իր նա խոսեց բոլորի փոխարեն այն շատերի, որոնք հենց այդպես են մտածում եւ այդ հարցերը շատ կարեւոր եւ հրատապ են այս պահին էլ այդ հարցերը հնչեցնել։ Հիմա նայեք այնտեղ մի հատ դրվագ եղավ էլի ուրեմն երբ որ ինքը շարունակում է վարչապետը արդեն գոռում է, բան Արարատ Միրզոյանի կողքը կանգնած է ախրանա երևի ինչ որ մեկ, որը գալիս է ու այդ կնոջ ձեռքը բռնում է։ Ու Արարատ Միրզոյանը արտգործ նախարարը, որը Հայաստանում ներկայացնում աշխարհում այդ որսում այդ կնոջ ձեռքը այսպես հանկարծ, այսինքն զորքեր են կանգնած վարչապետի կողքը ու ասենք այդ կնոջից էլ են պաշտպանում վարչապետին, որը ուզում է գնա վարչապետն էլ է չէ ձեռքով հետո քաշում եւ ոչ միայն են ախրանան, որը զգոն այնտեղ կանգնած է։ Գիտեք դրանից 2 օր առաջ այն եւ իզուրա ինքը կարծում որ Երևանով ման գա իրեն sense գովեստի խոսքերը շռայլելու այդ գովեստի խոսքերը անպայման ծախսեր արժեն լավ sense ասեմ որոնք կտան այդ գովեստները իրան եւ շատ ողբերգականներ ազատ գյուղի այդ դեպքի ընկինը որ
Գիտեք, ինքը նույնիսկ գիտեք շատ հուզիչ էր, շատ։ Ինքը նույնիսկ իր համար մեկ էր, ինքը ողբում էր այդ հրապարակում, այդտեղ այդ մարդկանց, ինքը ուզում էր, որ իրան լսեին, ինքը ուզում էր, որ իր հետ կիսվեին, իր վիշտը կիսեին, գուցե չգիտեմ ինչ էր ուզում այս կինը։ Իսկ ողբալու ընթացքում ծափ էին տալիս։ Ահա, եւ Նիկոլ Վարչապետ։ Եվ գիտեք, ինչ ամբարո, գիտեք, Հայաստանում երբեք չի եղել այդպիսի վիճակ։ Ես ձեզ ասեմ, որ Սերժ Սարգսյանը, երբ որ նախագահ էր, չէ՞, նշանակ նախագահ էր, ծնողները գնում էին այնտեղ ցույց էին անում, այդքան շատ չէին, էլի, կամ եւ Սերժ Սարգսյանը մոտեցել էր այդ ճաղավանդակներին, որտեղ կանգնած էին, եկել էր եւ ինչ որ կարճ զրույց էր ունեցել, բայց եկել էր, էլի, այդ ծնողների մոտ։ Բայց մենք մեկ անենց էինք քննադատում, հասկանում եք, որ ինչի ես դու ճաղերի հետևից խոսում, այդ մարդկանց տանեիր ներս, նստեիր, խոսեիր, չգիտեմ, ուզում եմ ասեմ, քննադատում ենք անգամ այդ, բայց եթե համեմատենք, մենք ուր ենք հասել, գիտեք, բաներ են կատարվում, որ նախկինում էլ չես տեսել։ Դուք ոնց կարող եք այդ կնոջը, որը բացահայտորեն չունեք լավ գթասրտություն, մարդկային մոտեցում, ոնց կարող եք դուք կանգնել գոռալ Նիկոլ Վարչապետ, ծիծաղել, ծափահարել։ Սա ինձ համար շատ սարսափելի մթնոլորտ է ձևավորված։ Տեսարանը ինձ հիշեցրեց հայտնի պատմական դրվագները, երբ ռոմեական կոլիզեյներում քրիստոնյաներին բերում էին ասպարեզ, հանձնում գազանների հոշոտմանը ծափերի ներքո։ Հայտնի Հոերթաս ֆիլմում էլ այդ տեսարանները կան։ Ֆիլմն էլ եմ տեսել եւ գիրքն եմ շատ սիրում, Հենրիկ Սենկևիչի, այնտեղ կայս լավ տպավորվել է դա, չէ՞, շատ տպավորիչ։ Եվ հիմա այստեղ այդ վայրի անմարդկային, այս ամբարո, այս մթնոլորտը հասկանում եք, որտեղ դու չպիտի ոնց կարող եմ այդտեղ կանայք կային, կամ այդ առողջապահության նախարարը, որը մի հատ անիմաստ ժպիտով ամբողջ ընթացքում ուղեկցում էր Վարչապետի կողքը կանգնած էր եւ այդ զազրելի, այդ սպառնալիքների, այդ ատելության խոսքի տակ ինքը կանգնած լսում էր ու ժպտում էր։ Եվ այդ կնոջ գոնե, ասենք օրինակ այդ բժշկուհին, որ այնտեղ կանգնած էր, դու ինչ արձագանք, դուք տեղյակ չեք, որ դուք եք կին, չեմ հասկանում։ Տիկին Ալեքսանյան, Աստված մի արասցը ներկաների վերարտադրության պարագայում ժողովրդավարության առումով ինչպիսի նոր խնդիրների մենք ականատես կլինենք եւ ինչ կանխատեսումներ կարող եք անել ընտրարշավի հետագա փուլերի եւ հունիսի 7-ի կամ հունիսի 7-ից հետո իրադարձությունների ասպեկտում։ Ես կներեք մի հատ հետ վերադառնամ այդ ես երեք կարդացի, ասենք Նիկոլ Փաշինյանի այդ դիմակների ցուցադրությունը ուղղակի մոռացա անդրադառնամ եւ այդ ատելության խոսքը եւ այդ Արթուր Օսիպյանի նկատմամբ այդ վերաբերմունքը, այդ որ քիչ ես մեռել դու էլի դու ինչու չես մեռել այդ պատկերացնում եք դա ինչ արտադրում է ամենայն դեպս ես կարդացի Արթուր Ղամբարյանի որ հրապարակային ատելության խոսքի համար պետք է ասենք քրեական գործ հարուցվի բայց այնտեղ ծափեր են տալիս ասենք այդ աուդիտորիան որը հավաքել է այսինքն ով պետք է քրեական գործ հարուցի որոնք գլխավոր դատախազը դուք ինչ վերահսկողություն եք իրականացնում ասենք այդ մահվան դեպքով դու ինչ ես անում դու եկել ես այդ պաշտոնին որ ծառայես միայն Նիկոլ Փաշինյանին եւ ասենք ոչ մի տեսակի գործեր դուք չհարուցեք այդ ատելության խոսքը այդ ու տանեք Արթուր Օսիպյանի չգիտեմ կալանավորել են թե չեն կալանավորել ձերբակալեք հա ձերբակալ սենց վիճակ չի Հայաստանում
Հիմա ընտրությունների մասին ասեցիք եւ կանխատեսումներ չեմ կարող անել, վախենում եմ։ Գիտեք, մի տեսակ շատ հավատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ ընտրությունները չեն այդքան կարևոր, որքան հետընտրական այդ վտանգը, ու մի տեսակ իր փորձը, մի տեսակ հավատում ես, որ եւ բացի այդ դու տագնապներ ունես, մենք ամեն օր տագնապներ ունենք, առավոտը վերեսկենում վախենում ես ինֆորմացիա կարդաս, օրինակ ինքը խաթարում է մարդկանց կյանքը, դիվադաթար, օրինակ ինչ էր անում, ամբողջ հանրությանը դիվադաթար է անում, իր այդ գորալով, այդ բառապաշարով, որ ասենք ոնց լսես այդ բառապաշարը, ոնց է խոսում մարդկանց հետ, այդ զորքերը հետը հավաքած ու դիմաց մի հատ կնոջ էլ չեն հանդուրժում, որ այդ կնոջ հետ խոսեն։ Անհավասար ընտրապայքար է, բացարձակ անհավասար, որտեղ հետապնդվում են ընդդիմադիր կողմերը, այսինքն ես տեսնում եմ ամբողջ օրը, եւ ինձ լրագրողները որ զանգահարում են, ես իրանց ասում եմ, դուք մի հատ հավաքեք էլի այդ նյութերը, թե քանիսի մեղքն է հիմնավորվել։ Երբ որ այդպես բռնում են, բերբան են ենթարկում, ձերբակալում են, կալանավորում են, ասենք այդ Գոհար Ղոմաշարի դեպքը տեսակ, որ ոչ մի բան չկար, բայց դուք տեսնեիք այդ պալատական իրավապաշտպանները, եւս մի անգամ կրկնեմ, ինչ աղմուկ էին բարձրացրել, որ սա նախադեպային բան է, որ այդ բանը ոնց է դա կոչվում, այդ բարեգործությունը, հա, ու պատկերացնում եք ընդհանրապես քանի տենց դեպքեր եւ դատարաններում էլ եղած ինչ որ դեպքեր, որոնք չեն հաստատվում։ Հիմա ես չգիտեմ, այդքան որ ձերբակալել են, շատ եմ ուզում իմանալ, թե քանի դեպք է հաստատվել։ Այս երևի պետք է խնդրենք, որ Դանիել Իովնեսյանը հրապարակի։ Դե ինքը խիստ հետևում է այդ ամեն ինչին։ Ռետորական խնդրանք։ Հա, դա ասենց կխնդրեմ էլի, որ եւ այն ինչ որ կարելի է իրենց, չի կարելի մյուսներին։ Հիմա ինչքան գիտեմ Արման Թաթոյանն էլ հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, կարծեմ 3 ինչ որ մի թեթև լսեցի։ Ու ասենք արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, ես չեմ հավատում, այդ կարող եմ հստակ ասել, որտեվ երևում է արդեն այդ տոտալ, այդ բռնաճնշումները, այդ, չգիտեմ, այդ կարգի հայտարարությունները, ասենք ոնց կարող է մարդը ասում է սատկացնելու եմ, դու խի չես մեռել, չգիտեմ, դու, այսինքն այդ ինչ քարոզարշավ է։ Եվ սա պետք է գիտեք ինչ հիմա ես ձեզ ասեմ Դավիթ ջան, որ Եվրոպայի միությունը, որը աչք է փակում այս ամեն ինչի վրա, որ նախկինում եւ որը եւ ֆինանսավորում է այս ուրեմն այդ էլիտար իրավապաշտպանները, որոնք ապահովված են այդ դրամաշնորհներով, հենց այդ եվրոպական միության։ Իրանք ոչ թե պաշտպանում են Հայաստանում մարդու իրավունքները, Հայաստանում, այլ իրանք այդ հիբրիդային, այդ ուռճացված, ինչ որ բայց ոնց կարաս քո երկիրը թողնես ու ծառայես ինչ որ մի հատ գոյություն չունեցող ինչ որ բանի։ Ես չգիտեմ ինչ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։ Ինչ հիբրիդային պատերազմ է։ Ռուսական բազա ունենք այստեղ, ռուսական ուրեմն սահմանապահներ ունենք, ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել, չգիտեմ մյուսից, այսինքն ինչ հիբրիդային պատերազմի մաս։ Այսինքն բայց այս ամեն ինչը որ կատարվում է, որ հոգեբուժարանում մարդը մահանում, ով պետք է հայտարարություն անի, ով պետք է խոսի դրա մասին, ով պետք է պահանջի, որ այդ քննությունը կատարվի, ով պետք է այդ ընտանիքին պաշտպանի ի վերջո։ Եվ կանխատեսում չեմ կարող ես անել, վախենում եմ։ Եվ թերևս այսքանով ավարտենք, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր։ Եթե կարելի է մի բան ասեմ, որը ես չասեցի, չստացվեց, ես տղաներին, Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին անկեղծ ասած
ծանոթ չենք, ես նրանց հետ ծանոթ չեմ, բայց միշտ մտահոգվել եմ իրենց խնդիրներով եւ հանդիպումների ժամանակ միջազգային կազմը ներկայացրել եմ։ Ուզում եմ ցանկանալ շուտապույտ ազատում եւ վերադառնալ իրենց գործին։ Ուզում եի դա անպայման ասել։ Շնորհակալություն, սիրելի ընկերներ, իմ հյուրն էր իրապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, կրիպտոարժույթ, քարտային փոխանցումներ եւ կհանդիպենք հետագայում։